դեռևս չունենք այնպիսի նոր կարողունակ ուժ, որ իշխող ուժին հակադրի ավելի լավ ժողովրդավարությունը, ավելի լավ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացվող հարաբերություններ, այսինքն մի կողմից ունենք իշխանություն, որը ասում է օգոստոսի 8-ը կարևոր ձեռքբերում է, ԵՄ ինտեգրացիան կարևոր է Հայաստանի համար, Ռուսաստանից մեկ կենտրոնից կախվածություն պետք է նվազեցվեն, մյուս կողմում ունենք, որ ասում են, չէ, մեկ կենտրոնից կախված լինելը շատ լավ բան է, եկեք Ռուսաստանին ավելի շատ հրավիրենք Հայաստան եւ բայց բոլորդ կապրեք հարուստ 300,000 աշխատատեղեր կբացենք։ Այս քաղաքական դերակատարների ներկապնակը իհարկե ինձ էլ չի գոհացնում, ես էլ կուզենայի, որ մեկ կարողունակ ժողովրդավարական արժեքների շուրջ համախմբված ուժ լիներ, որը կկարողանար լավ այլընտրանք լիներ գործող քաղաքական իշխանության, այսինքն ոչ թե զուտ գաղափարապես, այլ նաև ռեսուրսների իմաստով կարողունակ, այսինքն մտքի գեներացման տեսանկյունից, մարդկային ռեսուրսի առումով եւ տարբեր առումներով կարողանար այլընտրանք լիներ գործող իշխանությանը եւ ցավոք սրտի, ինչպես 21 թվականին մենք 26 թվականին նույնպես ունենալու ենք դերակատարներ, որոնք էլի տարբեր ձևերով կապակցված են նախկին իշխանությունների հետ եւ բացի այդ նաև կոնկրետ քարոզչություն են իրականացնում Հայաստանի համար ձեռնտու նախագծերի նկատմամբ, թուրքական օրինակ միջանցք են նշում օգոստոսի 8-ի հետ, թրիփ երթուղին եւ այլն, եւ միանշանակ այս դիրքորոշումները ազդելու են քաղաքական այն հետագծի վրա, որ Հայաստանը կարող է ունենալ 2026 թվականի ընտրություններից հետո